Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակում է սրվել, վերածվելով լայնամասշտաբ դիմակայության սպառնալիքի։ Հարվածներն ու հակահարվածները տարածաշրջանը կանգնեցրել են ռազմական սուր էսկալացիայի շեմին։ Այս պահին Երևան-Անկարա հարաբերություններից նորություն չկա, Ռուբինյանը խոսել է Քլչի հետ։ Մեզ հետ տեղի ունեցած պատմական բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ թույլ ենք տվել մեզ օգտագործեն ուրիշների դեմ։ Փաշինյանի հայտարարությունը գործադիր օրենսդիր հարց ու պատասխանին։ Խորհրդարանում առանց ընդդիմության մասնակցության ընտրվեց սահմանադրական դատարանի նոր դատավորը, բոլոր 67 քվեները կողմ, քվեարկությանը զուգահեռ փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում։ Արհեստական բանականությունը ուսման մեջ հարմար օգնական, թե իրական խոչընդոտ, մասնագետները մտահոգված են, կեղծ առաջադիմություն ձևավորելու վտանգ կա։ Պոլիկլինիկաների որոշ կաբինետներ փակման վտանգի առաջ են, որն է պատճառը, ինչ խնդիր են մատնանշում փորձագետները։ Շների ստերջացմանն ու որդեգրմանը վերաբերող խնդիրները կկարգավորվեն օրենքով, որ հիվանդությունների պարագայում են քնեցնելու կենդանիներին, մասնագետների մտահոգությունը։ Պոլիէթիլենային տոպրակների և սպասքի պարագաների կիրառումը կարգելվի, խախտման համար կկիրառվի տուգանք։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող կանազ մշակույթի տանը խոշոր հրդեհ է բռնկվել։ Կրակը մարելու համար հրդեհի վայր է մեկնել փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ։ Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակում է սրվել, վերածվելով լայնամասշտաբ դիմակայության սպառնալիքի, Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ իրականացվող հարվածներն ու դրանց հաջորդող պատասխան գործողությունները տարածաշրջանը կանգնեցրել են նոր ռազմական էսկալացիայի շեմին։ Միջազգային դերակատարների հակասական հայտարարությունները, ինչպես նաև դիվանագիտական ուղիներով հակամարտությունը զսպելու փորձերը առայժմ արդյունք չեն տալիս։ Նայիրի Մուրադյանի անդրադարձը։ Իրանի հետ բանակցող, իբրև թե դրական տեղաշարժեր արձանագրած Թրամփը Իսրայելի պաշտոնյաների հետ համատեղ արդեն երկրորդ անգամն է փետրվարի 28-ից հետո օդային հարվածներ հասցնում Իրանի Բուշեր ատոմակայանի տարածքին։ Հարվածը մարդկային կորուստ չի պատճառել, ատոմակայանը չի վնասվել, սակայն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունից հայտնում են, որ ատոմակայանին հարվածելը կարող է վտանգավոր եւ անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության, հատկապես Պարսից ծոցի երկրների համար։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. ԱՄՆ-ի եւ Իսրայելի անհիմն ագրեսիան հարձակում է Իրանի եւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համակարգի վրա։ Մինչև օրս տարածաշրջանում այս լայնածավալ ռազմական հակամարտությանը դադարեցման հեռանկար չկա։ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարել է, թե վերջին շաբաթները ցույց են տվել, որ Իսրայելի նախաձեռնած պատերազմի հետևանքները կրում է ամբողջ աշխարհը։ Սա Նեթանյահուի իշխանությունը պահելու պատերազմ է, սակայն դրա գինը վճարում է 8 միլիարդ մարդ։ Ֆրանսիայի նախագահն էլ մյուս կողմից իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքյանին կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա։ Եվս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանման և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը։ Իրանի իրական խոստում 4 գործողության 80-րդ ալիքի կադրերն են։ Ամերիկա-իսրայելական ռազմական ագրեսիային ի պատասխան իրանական ուժերը հրթիռակոծել են Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմաբազաներին։ Քուվեյթի օդանավակայանում հրդեհներ են բռնկվել։ Թել Ավիվում ինքնաթիռ է վթարային վայրէջք կատարել։ Իրանական անօդաչու թռչող Բաղդադում ոչնչացրել են ամերիկյան բազայի ռադարը ուղղաթիռը։ Իրանը թևավոր հրթիռներով հարվածել է ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Reuters-ը հայտնեց, թե Պենտագոնը մտադիր է ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 3000-ի հասնող զինվորներ ուղարկել Մերձավոր Արևելք։
կարող են լինել տեղական օպերացիաների փորձեր, որոնք գերեւի հույս ունեն, որ Իրանի ներսում ներքաղաքական ինչ-որ պրոցեսներ կա։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ԱՄՆ բոլոր տեղաշարժերին, հատկապես զորքերի տեղակայմանը։ Այնինչ ձախողել են գեներալները, զինվորները շտկել չեն կարող։ Փոխարենը նրանք Նեթանյահուի մոլորությունների զոհը կդառնան։ Մի փորձեք մեր հողը պաշտպանելու վերաբերյալ մեր վճռականությունը։ New York Times-ը հումանելով անանուն պաշտոնյաներին գրում է, թե Վաշինգտոնը Թեհրանին է տրամադրել մերձավոր արևելքում հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։ Թերթի տվյալներով Պակիստանն է միջնորդ հանդես եկել ամերիկյան ծրագիրն Իրանին փոխանցելու հարցում։ ԱՄՆ-ն մեկամսյա հրադադարի նպատակ ունի Իրանի դեմ պատերազմում։ Ըստ միջազգային մամուլի, ԱՄՆ-ն 15 կետանոց ծրագրով առաջարկում է Իրանին սահմանափակել հրթիռների արտադրությունը, դրանց հեռահարությունը եւ դրանք օգտագործել բացառապես ինքնապաշտպանության նպատակով։ ԱՄՆ-ն դրա դիմաց խոստանում է վերացնել բոլոր պատժամիջոցները, աջակցել քաղաքացիական միջուկային Բուշեր էլեկտրաէներգիայի արտադրության նախագծի զարգացման գործում։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, թե ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում։ The Telegraph-ն իր հերթին գրեց, որ Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ, մեղադրելով նրանց դավաճանության մեջ։ Իրանը համարում է, որ ԱՄՆ-ի բանակցային առաջարկը կարող է ծուղակ լինել։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չկա, ինչպես որ չի եղել Իրանի դեմ անօրինական պատերազմի մեկնարկից ի վեր անցած բոլոր 25 օրերի ընթացքում։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը Իրանի համար աղետալի է։ Ինչքան այդ երկխոսությունը շարունակվի, այնքան դրան զուգահեռ էժանալու է նաեւ իրավիճակը ռազմական առումով, որովհետեւ բնականաբար բոլորը կցանկանան այդ բանակցություններում ավելի շահեկան դիրքերում լինել։ Մինչև մեզ մոտ չլինի կամք, ոչինչ չի վերադառնա իր բնականon հուն։ Այդ կամքը կստեղծվի, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի Իրանի ժողովրդի դեմ գործելու գաղափարը։ Առաջին իսկ օրվանից մեր առաջին եւ վերջին խոսքը եղել է եւ կլինի հետեւյալը. մեզ նման մարդիկ երբեք չեն պայմանավորվի ձեզ նմանների հետ։ Ոչ հիմա, ոչ երբեք։ Կոնկրետ այս փուլում խայուն հանգուցալուծման հույս առանձնապես չունեն։ Իրանը լրջորեն սպասում է, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ պետությունները, մասնավորապես Չինաստանը եւ Ռուսաստանը, կկանխեն ԱՄՆ-ի կողմից հետագա չարաշահումները, վճռական դիրքորոշում կընդունեն, դատապարտելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան ընդդեմ Իրանի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իդեպ ամերիկա-իսրայելական հարվածների զոհ է դարձել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Մոսայեբ Բախտիարին, նա սպանվել է Բանդար Աբասի վրա հարձակման հետևանքով։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ-Իսրայել-իրանական պատերազմի 26-րդ օրն է, հարվածների ընթացքում զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը, գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շախմանին, Ազիզ Նասիրզադեն, Իրանի պաշտպանության նախարարը եւ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մերձավոր արևելքում ընթացող հակամարտությունը կարող է նոր ազգային տարածաշրջանային կամ գլոբալ ճգնաժամեր հրահրել, ուստի այն պետք է անհապաղ դադարեցվի, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատարը։ Ֆոլկեր Թյուրկի խոսքով հակամարտությունն օժտված է աննախադեպ ուժով, որը կարող է ներքաշել աշխարհի բազմաթիվ երկրների։ Հանձնակատարն իրավիճակն անվանել է չափազանց վտանգավոր ու անկանխատեսելի եւ ընդգծել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված հարվածներն անընդունելի եւ հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ Միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները խաղ են աղետի հետ, որը մենք չենք կարողանա վերահսկել, նշել է հանձնակատարը։ Գործադիրի ու օրենսդիրի հարց ու պատասխանն անցել է առանց ընդդիմադիրների։ Փաշինյանի խոսքով Հայաստանը գիտակցված զոհողության է գնացել 2020-ին եւ ըստ նրա սա ներվայնացնում է բոլորին։ Մեր հետ տեղի ունեցած պատմական բոլոր դժբախտությունները այնա, պատճառն այնա, որ մենք թույլ ենք տվել անդադ մեզ օգտագործեն ուրիշների դեմ, դրանունը դնելով երաշխավոր, չգիտեմ ինչ։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց այսուր եք գնում, ոնց մի րոպե։ Իսկ իշխանական խմբակցության падգամավորի հարցին արդյոք ուժեղ խաղաղության համար անհրաժեշտ է երաշխավոր, այդ թվում մեկից ավելի, Միրզոյանը պատասխանել է, թե պետք է ստեղծել մթնոլորտ, որ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար շահավետ լինի, առհավետ պահպանել խաղաղությունը։
Խաղաղությունը կարա լինի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերին էլ, երկու պետությունների համար էլ։ Հետևաբար մեր նպատակն է ստեղծել այնպիսի փոխշահավետ, ուրեմն փոխկապակցվածությունների, փոխլրացումների, փոխօգնությունների, համագործակցության, հանդուրժողականության համակարգ մեխանիզմ մթնոլորտ, որտեղ եւ Հայաստանի համար, եւ Ադրբեջանի համար շահավետ լինի առհավետ պահպանել միմյանց միջև խաղաղությունը։ Թեպետ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոստանում էր այս տարեսկզբին խորհրդանշական քայլեր կատարել մեզ հետ հարաբերությունների կարգավորման համար, տարվա 3-րդ ամսվա ավարտին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նորություն չունի Երևան-Անկարա շփումների հետ կապված, թեպետ թուրք գործընկերոջ հետ օրերս զրույց է ունեցել։ Երբ նորություն լինի կհայտարարեմ, լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակը։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա ըստ Ռուբեն Ռուբինյանի Երևանը այս կառույցից դուրս գալու հարց օրակարգում չունի։ Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին երբևիցե չենք հայտարարել։ Նախագիծ է ազգային ժողովի պատգամով լսում ա եղել, բայց մենք երբևիցե չենք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն երբեք, եթե նկատի ունեք 2015-ից առաջ, երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հայտարարել, որ իշխանության գալուց դեպքում դուրս է գալու ԵԱՏՄ։ Մյուս թեմաները քիչ անց Խորհրդարանում առանց ընդդիմության մասնակցության ընտրվեց Սահմանադրական դատարանի նոր դատավորը, բոլոր 67 քվեները կողմ, քվեարկությանը զուգահեռ փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում։ Արհեստական բանականությունը ուսման մեջ հարմար օգնական, թե իրական խոչընդոտ, մասնագետները մտահոգված են, կեղծ առաջադիմություն ձևավորելու վտանգ կա։ Պոլիկլինիկաների որոշ կաբինետներ փակման վտանգի առաջ են, որն է պատճառը, ինչ խնդիր են մատնանշում փորձագետները։ Շարունակենք թողարկումը։ Եվրամիությունը համաձայն չէ խաղաղությանը Ուկրաինայում հաշվի առնելով Ռուսաստանի շահերը, այլ մտադիր է հետագայում ևս շահագործել Ուկրաինան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովայի խոսքով այլ խաղաղության, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը, Ուկրաինայի ռուսախոս եւ ռուս քաղաքացիների օրինական իրավունքները, տարածքային իրողությունները եւ ժողովուրդների սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը Բրյուսելում իհարկե համաձայն չեն։ Նրանք ցանկանում են բառացի վատթարագույն նեոգաղութատիրական ավանդույթներով այսուհետև ևս շահագործել Ուկրաինան, շարունակելով վշտեցնել եւ լարել նրան մեր երկրի դեմ, ասել է Զախարովան։ Մինչև իրավապաշտպանները կոչ էին անում նախկին ՔՊԱ-ական պատգամավորին չընտրել Սահմանադրական դատարանի դատավոր, հաշվիչ հանձնախումբն արդեն հայտարարում էր արդյունքները։ 107 պատգամավորից մասնակցել էր 67-ը, փաստացի միայն իշխանական խմբակցությունը եւ բոլոր ձայները տրվել էին նույն թեկնածուին։ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վլադիմիր Վարդանյանը արդյունքները լսում էր դահլիճում, ստանալով առաջին շնորհավորանքները հենց տեղում։ Էդվարդ Պողոսյանն է հետևել խորհրդարանական անցուդարձին։ Մինչև իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն էին տարածում իշխանական պատգամավորներին կոչ անելով իրենց թիմակցին չընտրել Սահմանադրական դատարանի դատավոր, հաշվիչ հանձնախմբի նախագահն արդեն ամբիոնից հայտարարում էր քվեարկության արդյունքները։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Այսինքն միայն հենց ՔՊԱ-ականները բոլորը կողմ են եղել նախկին կուսակից գործընկերոջ թեկնածությանը, առանց բացառությունների եւ անվավեր քվեաթերթիկների։ Այս տեքստն առայժմ պատգամավորական լիազորություններով Սահմանադրական դատավոր ընտրված Վարդանյանը լսում է արդարադատության նախարարի կողքին նստած։ Առաջին շնորհավորանքն էլ հենց տեղում Սրփուհի Գալյանից։ Վլադիմիր Վարդանյանը կերթվի 5 շաբթի օրվա նիստում, բայց այնուամենայնիվ շնորհավորում ենք։ Խորհրդարանում ժպտալու սա թերևս վերջին առիթն էր, հետո Ալեն Սիմոնյանը հերթագրվում է մտքերի փոխանակության համար, նախագահությունից ամբիոն իջնում ու նախկին թիմակիցների թեման շարունակում է եռալ ազգային ժողովում։ ՔՊ-ից հեռացած Հակոբ Ասլանյանն անհետ կորած զինծառայողների ծնողներին երեկ ասել էր, թե 2 ամսից Նիկոլ Փաշինյանը կհեռանա վարչապետական աթոռից, ձևակերպումների հարցում կոշտ բառամթերք նախընտրելով։ Սա դուր չի եկել խորհրդարանի խոսնակին։ Գիտեք ինչ է հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձևանենք, որ դուք ինչ չեք ճանաչում,
Ինքը քաղաքացիական պայմանագրից հեռացած Ասլանյանը իր մասին ազգային ժողովի նախագահի ելույթին հետևում էր տեղից ժպիտով, արձագանքեց նախ այստեղ, ապա խորհրդարանի միջանցքում։ Եթե ես պետք է ընկնեի, լացելով խնդրեի, որ վերցնեին, ապա ինչու է հայտարարում, որ ինքս սառեցնում եմ իրենց հետ գործնեությունը։ Իրենք փորձել էին իմ տղայի եւ իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը։ Նույն այս ընթացքում նիստերի դահլիճում թեման դարձյալ սահմանադրական դատարանն է։ ԿՊԱ-կանները նախկին թիմակցին ընտրեցին Բարձր Ատյանի դատավոր, հիմա էլ քննարկում են Մայր դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորների աշխատավարձը բարձրացնելու հարցը։ Արդարադատության նախարարն առաջարկում է օրենքով հավելավճար սահմանել։ Ներկայում սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով եւ չափերով համարժեք չէ վերջիններից բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ Այս նախագծի հետ կապված հարց ունի միայն Արծվիկ Մինասյանը ընդդիմությունից։ Ինչու հիմա։ Ինչու սա 26 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ չառաջացավ այս հարցը, այլ հիմա է առաջանում, ինչով է պայմանավորված, մանավանդ որ խոսքը գնում է Սահմանադրությունը երաշխավորող, կատարումը երաշխավորող կարևորագույն մարմնի մասին։ Այն պարզ պատճառաբանությամբ, որ անցել է, ստիպված է եղել անցնել որոշակի process, այսինքն գրվել է, շրջանառվել է, քննարկվել է կառավարությունում եւ այլն։ Նախորդ տարեվերջից կառավարությունը դադարեցրել է դատապարտյալների հիվանդանոցի գործունեությունը։ Օրենսդրական մեկ այլ նախագծով էլ Արդարադատության նախարարությունը խորհրդարանին առաջարկեց բուժկենտրոնում սպասարկման եւ օգնության կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել այն քրեակատարողական, որտեղ արդեն կա համապատասխան կենտրոնը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մանկապարտեզներում երեխաների սննդի անվտանգությունը կարևորագույն առաջնահերթություններից է, սակայն վերջին ստուգումները ցույց են տվել, որ ոլորտում առկա են լուրջ խնդիրներ։ Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները ոչ միայն վտանգում են երեխաների առողջությունը, այլև վկայում վերահսկողության մեխանիզմների թերի գործարկման մասին։ Ստեղծված իրավիճակը կրկին ուշադրության կենտրոնում է պահում ինչպես պատասխանատու մարմինների աշխատանքը, այնպես էլ գործող օրենսդրական սահմանափակումները։ Դավիթ Թաթևոսյանի անդրադարձը։ Շատ մանկապարտեզներում սննդակարգի պահպանման, խոհանոցի սանիտարահիգիենիկ վատ վիճակի խնդիրները շարունակում են օրախնդիր լինել։ Ստուգումների ընթացքում խոհանոցներում հայտնաբերված խախտումները ըստ ՍԱՏՄ-ի հիմնականում սանիտարահիգիենիկ նորմերին են առնչվում, եւ այդպիսի դեպքերում խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվում է։ Երբ որ մենք գնում ենք եւ տեսնում ենք, որ խախտումները վերացված են եւ կասեցման որոշում է կայացվում, ենթադրվում է, որ այլևս այնտեղ չենք մտնելու այնքան ժամանակ, մինչև որ այնտեղ եւս մեկ անգամ բողոք չլինի, գնանք մի հատ էլ նայենք, տեսնենք արդյոք խնդիր կա թե չէ, այսպես մենք չենք կարող։ Օրենքային հնարավորությունը մեզ չի տալիս։ Քաղաքապետարանը նույնպես իրականացնում է մշտադիտարկում եւ հայտնաբերված խախտումների դեպքում պարտադիր տեղեկացնում է տեսչական մարմնին, ասում են մասնագետները։ Նրանց գնահատմամբ խնդիրները առկա են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, իսկ խախտումների վերացման ժամկետները սահմանվում են տնտեսվարողների կողմից ներկայացված տվյալների հիման վրա։ Կարող է լինել նաեւ այդպես ֆինանս չկարու ռեմոնտ անեն, բայց չգիտես ինչու կասեցնելուց հետո այդ ֆինանսը արագ հայտնվում է։ Սննդի պատրաստման, պահպանման եւ օգտագործման նորմերի խախտումները կարող են լուրջ վտանգ ներկայացնել երեխաների առողջությանը, սննդային թունավորումների, ալերգիկ ռեակցիաների կամ տարբեր վարակների տեսքով, զգուշացնում են մասնագետները։ Հատկապես ռիսկային են մսամթերքը, կատնամթերքը եւ պահածոները, որոնց ոչ ճիշտ պահպանման դեպքում վտանգները բազմապատկվում են։ Կարող է տարբեր տեսակի ինֆեկցիաներ տարածվի եւ պահպանումը թեկուզը ոչ ճիշտ մթերքներ իրար կողք դնելուց նույնպես կարող են մեկը մյուսից բարակումները լինել։ Խնդիրներ կան նաեւ սննդակարգի կազմելու գործընթացում, նկատում են մասնագետները։ Մանկապարտեզներում ոչ միշտ են ներգրավում համապատասխան մասնագետներ, սննդաբաններ կամ բժիշկներ, եւ հաճախ ճաշացանկը կազմվում է ինքնուրույն, առանց մասնագիտական գնահատման, ասում են մասնագետները, որը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության եւ իմունային համակարգի վրա։ Եթե մասնագետի հետ են կազմում, այնտեղ նաև իրենք հաճախող երեխաների հիվանդությունները կամ առանձնահատկությունները հաշվի առնելով կարող են մասնագետի օպտիմալ ճաշացանկ կազմել։ Մասնագետները կարևորում են նաև ծնողների հետ աշխատանքը, ընդգծելով, որ ճիշտ սննդային սովորությունների ձևավորումը պետք է սկսվի ընտանիքից։ Ըստ նրանց, անհրաժեշտ է բարձրացնել ծնողների իրազեկվածությունը, որպեսզի երեխաների սննդային վարքագիծը լինի առողջարար։
պետք է համապատասխան կրթություն տարվի ծնողների հետ։ Եվ իրենք երեխաներին չասեն, գիտեք, եթե դա չես ուտում, միայն հացը կեր, ապուրը մի կեր կամ մնացածը մի կեր, որտեղ նման դեպքեր շատ կան։ Պետք է իրենց հետ էլ աշխատանք տարվի, որպեսզի իրենք էլ հասկանան, որ երեխային սովորեցնեն մթերքների համին։ Չնայած վերահսկողության մեխանիզմների առկայությանը, արձանագրվող խախտումները վկայում են, որ համակարգային լուծումների անհրաժեշտությունը դեռ կա։ Մասնագետները շեշտում են, խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է ոչ միայն վերահսկողության խստացում, այլև մասնագիտական ներգրավվածություն, ինչպես նաև համագործակցություն մանկապարտեզների եւ ծնողների միջև։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հայաստանի որոշ պոլիկլինիկաներում քննարկվում են նեղ մասնագետների, մասնավորապես ինֆեկցիոն ծառայությունների որոշ կաբինետների փակման հավանականությունը։ Պատճառաբանությունը հաճախ հիմնվում է ցածր դիմելիության վրա, սակայն առողջապահության ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ նման մոտեցումն անհամարժեք է եւ հղի վտանգներով։ Պոլիկլինիկաները որոշ նեղ մասնագետների կաբինետների փակման վտանգի առաջ են։ Մասնավորապես ցածր դիմելիություն հիմնավորումն է դարձել որոշումների հիմնական հիմքը, ինչը շատ մասնագետներ համարում են ոչ լիարժեք չափանիշ։ Առողջապահության ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ օրինակ ինֆեկցիոն ծառայությունները ունեն լայն գործառույթներ, որոնք չեն արտահայտվում միայն պացիենտների այցելությունների թվով։ Ներառում են կանխարգելում, վաղ ախտորոշում, համաճարակաբանական վերահսկողություն եւ կրթական աշխատանք։ Եվ այս ցանկը շարունակելի է։ Առաջին՝ վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշում եւ բուժում, երկրորդ՝ վարակների վերահսկում եւ կանխարգելում, երրորդ՝ կոնտակտային անձանց վերահսկում, չորրորդ՝ իմունոպրոֆիլակտիկա, սա արդեն հանձնված է ընտանեկան բժիշկներին, հինգերորդ՝ քրոնիկ ինֆեկցիաների կառավարում, վեցերորդ՝ համաճարակաբանական հսկողություն, յոթերորդ՝ կրթական եւ խորհրդատվական դեր։ Մտահոգություն կա, որ նեղ մասնագիտացված գործառույթները փոխանցվում են այլ բժիշկների, որոնք կարող են չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, ասում են մասնագետներն ու հավելում, այս փոփոխությունների ֆոնին անհանգստացնող է նաև կանխարգելիչ բժշկության արժեզրկումը։ Իրանք ուզում են մի քանի կենտրոններ թողեն մասնագիտացված, այն մանր-մունր, որ աշխատավարձ չտան եւ այլն, մաքրեն։ Այսինքն ամեն մի պոլիկլինիկա չի, որ փող ունենա ինֆեկցիանից կամ մեծ նեղ մասնագետ, որ իրանք չեն կարող պահեն։ Մի քանի հատ ունենան կամ մեծ հիվանդանոցներում կամ իրանք ընտրյալ պոլիկլինիկաներում դրանք լինեն, որովհետև չի կարող որ չլինի։ Պացիենտների համար սա կարող է բերել ուժ ախտորոշման ռիսկի։ Երբ նեղ մասնագետը հասանելի չէ, մարդը կամ ուշ է դիմում կամ դիմում է ոչ համապատասխան մասնագետի։ Արդյունքում հիվանդությունը կարող է արդեն բարդացած փուլում հայտնաբերվել։ Բացի այդ, վարակների վերահսկման թուլացումը կարող է բերել տարածման աճի։ Սրանք այն գործընթացներն են, որոնք անմիջապես չեն երևում, բայց երկարաժամկետ առումով շատ վտանգավոր են հանրային առողջության համար։ Առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով կարևոր է պահպանել հավասարակշռությունը քանակական եւ որակական գնահատականների միջև։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Վերջին շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների աճը հատկապես երիտասարդների եւ անգամ անչափահասների մասնակցությամբ լուրջ մտահոգության առիթ է դարձել։ Ողբերգական դեպքերը կրկին ուշադրության կենտրոնում են պահում ոչ միայն վարորդների անփորձությունն ու անզգուշությունը, այլև ծնողների պատասխանատվությունն ու վերահսկողության բացը։ Խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել առանձին դեպքերի շրջանակից, վերածվելով համակարգային մարտահրավերի, ինչը պահանջում է թե խստացված վերահսկողություն, թե հասարակական մտածողության փոփոխություն։ Արմեն Աթալյանի անդրադարձը։ Օրեր առաջ մայրաքաղաքում Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի ունեցած վթար։ 18-ամյա վարորդը Լիսյանով անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվել հանդիպակաց գոտիով ելթևեկող Նիսանին, վերջինն էլ Կիային։ Նիսանի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ողբերգական ավտովթարների մասնակիցների գերակշիռ մասը երիտասարդներ են։ Բնական է, քանի որ երիտասարդները ավելի անկառավարելի, տաքարյուն եւ անփորձ են։ Այս դեպքում վստահաբար Լիսյանի վարորդը նոր էր վարորդական վկայական ստացել։ Իսկ գիտեք, որ Հայաստանում դատարանի առաջ են կանգնում նաև անչափահասներ, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից են դառնում։ Ելթևեկության անվտանգության եւ տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված արարքների համար 2025-ին օրինակ դատապարտվել է 22 անչափահաս։ Ստատիստիկան ամեն տարի է ու գրեթե անփոփոխ։ Դա ինչ է նշանակում, որ այդ արատավոր երևույթը ոչ թե մի անգամ ինչ-որ մի շրջան, այլ հիմնական մշտապես տեղի ունեն։ Ստաբիլ իր ուրույն տեղն է զբաղեցնում
ուրեմն վերջին զանգին անչափահասների կողմից տրանսպորտային միջոց վարել է։ Նախորդ տարվա ընթացքում քրեական գործերով անչափահասները ենթարկվել են քրեական պատասխանատվության հենց իրենց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մեծամասամբ։ Իհարկե հարց է առաջ գալիս, թե ինչ գործ ունի երեխան մեքենայի ղեկին, որ մի բան էլ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից դառնա։ Ինչպես է տրադիցիան ասում են, քշել գիտի բան էլ չլինի մեր երեխենց զգուշա, կամ վրան չեմ կարում, դե երեխա է, բա ինչ անեմ, բա հետ չմնա։ Ենթադրվում է, որ այս երևույթի դեմ պետք է լիներ պայքար, այսինքն անել այնպես, որ մարդու մտքովից չանցնի անչափահասի ձեռքը մեքենայի բանալի տալ, կամ անչափահասի մտքով էլ չանցնի մեծահասակներից, այսպես ասած, մեքենայի բանալին թռցնել։ Եթե քեզի կանգնեցնի տեսուչը տեսնի, որ դու իրավունք չունես մեքենա վարելու, իրավունք չունես, վարորդական վկայական չունես, 25000 քեզ էին դու գանում են ժամանակ 25000-ը սեփականը տիրուչա։ Պարզ է, որ գործող այս կարգը սեփական անչափահաս երեխաներին մեքենա վստահելու մտքից չի կարող հեռու պահել անադեկվատ մարդկանց։ Անհրաժեշտ են ավելի խիստ միջոցներ։ Պատիժների խստացումը պետքա լինի, երկկողմանի ծնողները պետքա պատժեն, եթե առաջացել է որոշակի ծանր հետևանք, ապա պատժի չափը պետքա այլ լինի։ Լավ օրինակ է այստեղ զենքը։ Եթե մարդու զենքը հայտնաբերվի այլ անձի ձեռքին, ել չասած եթե այդ զենքով կատարվի հանցանք, ապա դա միանգամից հիմք կդառնա զենքի տիրոջ նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Իսկ մեքենայի պատճառով ամեն տարի շատ ավելի մարդ է զոհվում, քան ասենք օրինական խանութից գնված զենքի գործադրումից։ Թե զենքը, թե մեքենա։ Երկուսն էլ համարվում են առավել վտանգի աղբյուր։ Զենքի պահպանման կանոններ կան, որ միշտ պիտի լինի ուրեմն պահունակը հանած, դատարկած ու սեյֆում, հա, սեյֆն էլ ամուր փակ է։ Ինչե՞ չի կարելի ասել մեքենայի մասին։ Մեծ հաշվով անչափահասների ձեռքին հայտնված մեքենաների տերերի նկատմամբ քրեական հետապնդումը կարճաժամկետ քայլ է։ Երկարաժամկետը մնում է կրթությունն ու ռոպագանդան։ Այս հարցում ավելի կարևոր է մենթալիտետային աղճատումների շտկումը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Արհեստական բանականության գործիքները ուսման մեջ դարձել են երեխաների դասապատրաստումների անբաժանելի մասը։ Նրանք երկու ճամբարի են բաժանվել։ Ոմանց համար արհեստական բանականությունը արագ եւ հարմար օգնական է, մյուսների կարծիքով այն խաթարում է սովորելու իրական գործընթացը ձևավորելով կախվածություն։ Մասնագետներն ընդհանուր առմամբ դեմ չեն այս գործիքները կիրառելուն, սակայն շեշտում են կարևոր է, որ այն չափավոր լինի։ Նրանց համոզմամբ այժմ կան ԱԲ գործիքներ, որոնք հայտնաբերում են հենց այդ մեթոդով լուծված հանձնարարությունները։ Փորձագետները մտահոգ են, որ այստեղ վտանգ կա կեղծ առաջադիմություն ձևավորելու, երբ գնահատականները չեն արտացոլի երեխաների իրական կարողությունները։ Երեխաները դրանով ըստ էության իրենց ուղեղը չեն աշխատացնելու, այլ աշխատացնելու են արհեստական բանականության ուղեղը, շակերտներում ասենք։ Նրանք արհեստական բանականությունը օգտագործում են կուրորեն։ Երեխաները օգտագործում են ինչպես օգնական, ինչպես հուշարար, որը ուղղակի անթույլատրելի է։ Մեր խնդիրն է դա օգտագործել արդյունավետ եւ այդ օգտագործման հնարավորությունները արհեստական բանականության արդյունավետորեն ինտեգրել կրթության համակարգ։ Կվերադառնանք քիչ անց։ Շների ստերջացմանն ու որդեգրմանը վերաբերող խնդիրները կկարգավորվեն օրենքով, որ հիվանդությունների պարագայում են քնեցնելու կենդանիներին մասնագետների մտահոգությունը։ Պոլիէթիլենային տոպրակների եւ սպասքի պարագաների կիրառումը կարգելվի, խախտման համար կկիրառվի տուգանք։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդ հիվ։ Շարունակենք թողարկումը։ Թափառող կենդանիների, մասնավորապես շների ստերջացմանն ու որդեգրմանը վերաբերող խնդիրները կկարգավորվեն օրենքով։ Ազգային ժողովն այսօր ընդունել է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը։ Մասնավորապես նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-ից 3 կենդանիների կացարան, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները։ Շնասերները նախագծի քննարկման ընթացքում մտահոգություն են հայտնել, որ դրանով ըստ էության կենդանիների քնեցման հիմքերը կարող են չարաշահվել։ Օրինագծի հեղինակները նշել են, որ օրենքի այն կետերում, որտեղ թույլատրվում է քնեցնել վարակիչ հիվանդություն ունեցող կենդանիներին, ավելացվել է անբուժելի վարակիչ հիվանդություններ ձևակերպումը։
օրենքի մեջ կետեր եւ ենթակետեր կան, որոնք կարող էին եւ պիտի փոխվեին, դրանք կլինեին շատ ցանկալի, որ ավելի ոնց որ ասում են մարդկային, ավելի բարիդրացիական վերաբերմունքի արժանանային ոչ միայն շները, առհասարակ կենթանական աշխարհը։ Հիմա արդեն ոնց որ պետական համակարգը կսկսի այդ ուղղությամբ աշխատել, այդ ժամանակ կհասկանանք էլի ինչքանով հկների, կենթանասերների եւ առհասարակ մարդկանց ոնց որ սրտից է, հա, այդ ամեն ինչը։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 13 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 20 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բացահայտվել է 150 հանցագործություն, որոնցից 9 նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել են Նաիրի Մուրադյանը։ Լրագրողների ճեպազրույցում Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, թե որևէ իշխանություն Արցախ վերադարձի հույսը փակելու իրավունք չունի։ Արձագանքելով հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում այն կարծիքին, որ որոշ անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը, 3-րդ նախագահը հայտնել է, թե լրագրողներն են փորձում պառակտել, իրենք ընդդիմադիր դաշտը երբեք չեն պառակտելու։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածուն հայտնել է, թե Հայաստանի անվտանգության ամրապնդման ծրագրում ներառել են բանակի բարեփոխմանը վերաբերող քայլեր։ Արման Թաթոյանը հայտնել է, որ ստեղծվելու է հանձնաժողով, որը կառաջարկի բանակի արդյունավետությունը բարձրացնելու տարբերակներ։ Միասնության թևերը համարում է, որ բանակի ֆինանսավորումը չի կարող լինել համախառն ներքին արդյունքի 8%-ից ցածր։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցել Արշակ Սրբազանի գործով առաջին դատական նիստը։ Այս գործով դատավոր Գևորգ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, բավարարելով փաստաբանների միջնորդությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածք այլևս չի տրամադրվի։ Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Ընդդիմադիրների ձևակերպմամբ Ազգային ժողով բերված նախագիծն անհիմն է։ ՔՊԱ-կան падգամավորներն էլ հայտնել են, թե օրենքի այդ փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ կարգավորելու են հողային սեփականության հարցերը։ Վերջին տարիներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման առգրավման որոշումների քանակը զգալիորեն աճել է։ Ծախսվող ժամանակն ու ռեսուրսները ևս։ Դա ըստ Արդարադատության նախարարության դժվարացրել է իրավապահ համակարգի, ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը։ Կառավարությունն առաջարկում է բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաեւ էլեկտրոնային առգրավման եղանակ։ Այս գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները կրճատելուն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, որոնց անհատական ծրագրով ցուցված են տակդիրներ, դրանք կարող են ստանալ պետական ծրագրով, հավաստագրված կազմակերպություններից ամսական 120 հատ 36,000 դրամի չափով։ Նախարարությունից հայտնում են, որ կան նաեւ այլ աջակցող միջոցներ ևս, որոնք ընդլայնվել են։ 2027 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների եւ սպասքի պարագաների կիրառումը կարգելվի։ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքը։ Բացառություն կարվի աղբի, տոպրակների եւ կափարիչով պլաստիկ շշերի, յուղի, մսի, հացահատիկի փաթեթավորման մեջ օգտագործվող պայուսակների համար։ Առևտրի հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք 100-ից 150,000 դրամ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կբարձրանա մոտ 5 վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 12 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 10-ից 16, Լոռիում 8-ից 13, Տավուշում 13-ից 16 աստիճան, Հարհրատում, Արմավիրում կդիտվի 14-ից 17, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 16-ից 20, Սյունիքի նախալեռներում 13-ից 16 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 7-ից 9,
ցերեկը 14-ից 16, երեկոյան 10-ից 12 աստիճան։ Այս ժամի համար այսքանը, թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդաշարը, որի հյուրն է Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթում խաղաղ երեկո, ցտեսություն։